Հայկական ընտրությունների նկատմամբ արտաքին հետաքրքրությունը այս անգամ ինչու է այդպես ընդգծված։ Ինձ թվում է ցանկացած երկրի նկատմամբ, որտեղ կարող են տեղի ունենան իրադարձությունները, որոնք տեսականորեն կարող են ազդել արտաքին քաղաքականության համար, հանդես են գալիս որպես հետաքրքրության առարկա բազմաթիվ դերակատարողների համար, որոնք անտարբեր չեն տվյալ երկրի արտաքին քաղաքականության նկատմամբ։ Չնայած ես միշտ եւ ձեր լսարանում եւ այլ լսարաններում ասում եմ, որ Հայաստանի կառավարությունը պետք է լինի առաջի հերթին պրոհայկական, բայց այս պրոհայկականության քաղաքականության իրականացման տեսակետները, տեսլականները, միջոցները եւ տեսակետները տարբեր քաղաքական ուժերի մոտ տարբեր են։ Դրա համար տվյալ պարագայում պարզ է, որ եւ տարածաշրջանում եւ 3+3 ձևաչափի շրջանակներում եւ գլոբալ շրջանակներում բոլորին հետաքրում է թե ինչ է լինելու հունիսի 7-ից հետո եւ ինչպիսին է լինելու արտաքին քաղաքականությունը այն քաղաքական ուժի կողմից, որը ձեռք է բերելու միանձնյա կամ կոալիցիոն մեծամասնությունը ՀՀ ազգային ժողովում։